Կան պրեպարատներ, Ամերիկան է իրանց սերտիֆիկացվում որպես որակի բարձր չափանիշ, որպես մաքուր պրեպարատներ։ Այս լցանյութերը սովորաբար օգտագործվում են կնճիռները վերացնելու եւ մաշկը հարթեցնելու, ավելի երիտասարդ դարձնելու համար։ Երբեմն դրանք օգտագործվում են քթի կամ շրթունքների ուրվագծման կամ ձևավորման համար։ Բայց եթե պատվիրեք կոսմետիկ նյութերը գնումների կայքերից 10-15 անգամ ավելի մատչելի կլինեն։ Էժան է, քանի որ պրեպարատը լիցենզավորված կամ սերտիֆիկացված չէ։ Սերտիֆիկատ ստանում են որակի բարձր լինելու հաշվին, ասում է դիմածնոտային վիրաբույժն ու հավելում. կան պրոցեդուրաներ, որոնք արժեն միջինը 80-ից 120 հազար դրամ։ Դա ինքնարժեք չէ, դրան գումարվում է բժշկի աշխատանքը, կրթությունը, սերտիֆիկատներն ու նյութավճարը եւ վերջնարդյունքում բավականին մեծ արժեք է դառնում։ Դիմածնոտային վիրաբույժն ասում է, արդեն սովորել է, գին են հարցնում, տեսնում, որ գրպանին չի համապատասխանում, ընտրում են ավելի մատչելի տարբերակ ու 3-4 ամիս անց ուղարկում են նկարները, թախանձելով շտկել արդեն կատարած միջամտությունները, ինչը քառակի ավելի թանկ է նստում։ Ինչպես ֆունկցիոնալ խանգարման, այսինքն օրինակ տեսողության խանգարում, շնչառության խանգարումներ են լինում, բորբոքային պրոցեսներ են լինում դեմքի վրա, իշեմիաներ եմ ես հանդիպել, հեմատոման ամենաթույլ բացասական երևույթն է, որ կարող եմ նշել։ Ցանկացած միջամտությունից առաջ բուժառուն պետք է դիմի ախտորոշիչ լաբորատորիա։ Բժիշկը նրան կուղղորդի համապատասխան հետազոտության, որից հետո միայն կկատարվեն համապատասխան միջամտություններ։ Ասում է վիրաբույժն ու հավելում. պրեպարատն ընտրելիս բուժառուն պետք է նախ ինքը համոզվի, առկա է արդյոք օրիգինալության հոլոգրաֆիկ պիտակը, արդյոք այն պաշտոնապես է ներմուծվում Հայաստան, պետք է նշված լինի լաբորատորիայի հասցեն, հակառակ դեպքում բուժառուն պարտադրված կլինի նախ դեղորայքային երկարատև բուժում անցնել, որպեսզի հնարավոր դառնա ներարկված վատորակ նյութերը հեռացնել։ Մի ամիսա դեղորայքով բուժվում եմ ու հլե էլի կտևի, որ կարողանամ ֆիլերը հանեն։ Ոչ մի բան չեմ զգում, սաղ դեմքս փքված ու պարալիզացված է։ Եթե հայտնաբերվում է, որ կազմակերպությունում գործունեություն է իրականացնում չլիցենզավորված կամ բավարար կրեդիտներ չունեցող բուժաշխատող, փաստն արձանագրվում է, գրություն ուղարկվում Առողջապահության նախարարություն, կարգադրագիր տրվում տվյալ կազմակերպության պաշտոնատար անձին, որ վերացվի թերությունը եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում եւ տուգանվում է 300,000 դրամի չափով։ Մասնագետը խորհուրդ է տալիս, եթե ֆինանսապես պատրաստ չեք որակյալ պրոցեդուրայի, ավելի լավ է այն հետաձգել, վստահ լինել, որ դա կատարում եք որակավորված բժշկի մոտ, քանի որ 15-20 հազար դրամանոց պրոցեդուրաները բուժառուին արդեն իսկ պետք է վախեցնեն։ Միջազգային կազմակերպություններից մեկի հետազոտության տվյալներով քթի շուրջը գտնվող հատվածները հատկապես ռիսկային են ներարկման համար, քանի որ քթի արյան անոթները կապված են գլխի շատ կարևոր հատվածների հետ։ Այս անոթների վնասումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել, այդ թվում մաշկի վնասվածք, կուրություն, դեմքի դեֆորմացիա եւ անգամ կաթված։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։